Հայաստանում ընդրակաշարք կա թե չկա, ետերս, որը հեռարձակվում էր թե Facebook-ով, թե YouTube-ով, թե TikTok-ով, ետերի ժամանակ փորձեցինք տվյալ հարցը քննարկենք, բայց կառուցողական ինչ-որ մեղադրանքներ չլսեցինք, չեղան մարդիկ, ովքեր որ կելնեն եւ կասեին, որ հա կա, մենք գիտենք, բան։ Ես կտրոնականապես դադապարտում եմ, թե կաշառք տվողին, թե կաշառք վերցնողին։ Այն նյութերը, որոնք որ կան համացանցում, որոնք որ մեզի քննիչական կոմիտեն կփորձե ներկայացնել որպես դրակաշարք, դրա հանդեպ ես հավատք չունեմ, ինչու համար ասեմ։ Նախ ձայնագրությունները մի փոքր կտրված հատվածով գծում են, վստահ մարդիկ ձետ գողցող Վահագն Ալեքսանյանի պես, հայ փոստը թալանող չգիտեմ դեղ մեկի պես դեմքերով կերնին վեշմեշոկները կսկսեն ճվալ նոր այ բռնվան ընդրակաշարքով, բայց ժամետով մարդկանց բաց կթողնեն։ Վար օրինակ ունենք Գյումրիում։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին բռնեցին, հայտարարեցին, մեղադրանքը հստակեցրին, ամբողջ ազգային ժողովն ելավ հետույքները պատրեցին, վեշմեշոկների ավելի ճիշտ կրբանները պատրեցին, ասեցին կաշառքեր, բռնվավ տեսակ, բայց չգիտես ինչու մեղադրանքը չեն կարող հաստատել ուղիղ 6-7 ամիս արդեն։ Այսինքն մարդկանց մոտ հետևյալ ձևակերպումն է, որ բռնենք խոսակցության մեջից, չգիտեմ, մեկը մեկին շալվար կուտա, մեկը մեկին ինչ կուտա, դիք շինենք, որ կաշառք կա ու ելնենք ջվանք։ Հետո հեչ։ Կարևոր այդ պահն է, ուղեղների մեջ կմտնի, իրանք դորով կքնին կելնին, ու այս մարդ հարց չի տա։ Ոչ մեկ հարց չի տա, Վարդան Ղուկասյանի գործով, տեսեք, սկավաղ դուր եմ մնաց, բայց այսօր կխոսեմ։ Ինչ որ մեկը հարց կուտա, թե ուրանիկ է, այս ժամանակվա աբորինի բաժնի պետը իրականում չգիտեմ ով է եղել, որի ժամանակ տվյալ շենքը կառուցվել է։ Ինչն է պատճառն, որ մենք հանցանքը կպատժենք վերջի փուլում։ Բայց նախորդող ոչ մեկին չենք պատժել, ոչ մեկին չենք բացահայտել, ոչ նախկին, ոչ ներկա, կարևորը կա մի օգուն, որին կարելի է մեղադրել։ Վարդան Ղուկասյանի հանգամանքով Զապիսը կիսատ է, Զապիսի մեջ լսվում է, որ Հերիկ Կասպարյանը պարզ ասում է, որ եթե մենք սա անենք, մեզի կթողնան աշխատենք։ Սա որտեղ է ձեր Հենրիկ Կասպարյանը բերել առաջ այս թեզը։ Չէ՞ ոչ մեկ չի խոսում, թե ով է եղել Հենրիկ Կասպարյանի հետ կապ հաստատողը, ով է եղել ձեն խոստացողը, ով է եղել ձեն խոստացվածի տերը։ Այնչու լրիվ ձայնագրությունը չեք հրապարակում, մենակ կտրել եք մեր մասը, այսինքն երկու մաս կան, դեղ մեկում, որտեղ որ Վարդան Ղուկասյանը գսե որ հա դե լավ ձեռները քարի տակը չէ, թող 2-4 միլիոն, հա 4 միլիոն գսե թող եկեղեցուն տան, հա եկեղեցու հիմնադրամին, ես դեմ եմ էլի կկրկնեմ, ես դատապարտում եմ ցանկացած կաշառքի դրսևորումը, անկախ իր բնույթից բոլոր, բայց ես կողմ եմ որ մինչև մարդուն պատժելը պատժեն լրիվ բոլորին։ Այդ մարդկանց ովքեր որ բերել են այդ օրվան են հասցրել։ Այդ մարդկանց ովքեր իրաց անգործության պատճառով Գյումրիի կենտրոնում թույլ են տվել նման շենք կառուցվել։ Ես կողմ եմ, այո, կողմ եմ։ Ես կողմ եմ, որ այն քննիչը, որն որ կդրած ձայնագրությունը կուտա, որ ձետ գողցող Վահագն Ալեքսանյանը հրապարակ է, բրի տատվի ժողովուրդ։ Ու հայ իշխանություն փոխվելուց հետո ես պարտավորություն կվերցնեմ իմ վրես, այդ բոլոր քննիչներին, այդ բոլոր դատավորներին, իրանք պետք է կան բոլորը պատասխան պետք է տան, այդ ինչու գործերի համար։ Հազարավոր մարդկանց լցել եք բերդերը, հազարավոր։ Ում կողքից թրջունն անցավ մի ամիտ տեղը թարսնայեց տարե փակել եք։ Ու հա արտարադատություն չկա այսօր Հայաստանում։ Որտեղ արտարադատություն դա կնշանակի արտար դատավարություն։ Բայց ինչը կարող է լինել արտար դատավարություն, եթե չկան մարդիկ, որոնք բերե հասցրել են սորվան։ Հիմա ուղիղ հարց. Սարիկ Մինասյանը կապ ունի Վարդան Ղուկասյանի գործի հետ։ Որևիցե մեկը հարց տվել եք այս ամեն ինչին։ Սարիկ Մինասյանը ճիշտ է, քաղաքապետ չի եղել, Սարիկ Մինասյանի ժամանակով չի շինվել։
Բայց արդյոք ինչ-որ քաղաք խոսան, իսկ սա քաղաք խոսա։ Այդ տեսեք, ես չեմ ուզես ամեն ինչի մեջ մտնիմ, նրա պատճառով, որովհետեւ չդառնամ բամբասանք ու կերպարանք չվերցնեմ, բայց երբ որ դուք կուզեք, որ ես դատապարտեմ կաշառակերությունը, ես կդատապարտեմ կաշառակերությունը։ Բայց միևնույն ժամանակ կպահանջեմ, որպեսզի քննություն եղնի արդար։ Կամ այդ կաշառակերությունը 4 միլիոնի գործ է։ Եղածն ինչ որ մարտունի 7 ամիս կպահեք KGB-ի պատվարա, տերորիստեր, ինչեր, տարիք տարած մարդ, առողջություն չունեցող, հմե պիտի մտնիկ գրեք, հմե սկսիլ Ղուգասյանին պաշտպանել, ես ցանկացած մարդու կողքն եմ, որ աբորինի կտադեն, ես ցանկացած մարդու կողքն եմ, ով որ իմ կարիքս ունի, անկախ սերից, տարիքից, ես արտարության կողքն եմ, ու հայ է շատ ժամանակ եսօրվա պաշտոնակադարի հետ, Վարդան Ղուգասյանի հետ կկրվիմ, կքննադատեմ, ու ես գիտեմ, որ որոշ մարդկաց դուր չի գա, ես գիտեմ, որ այն մարդկաց, ովքեր այսօր քաղաքապետարան նստել են Վարդան Ղուգասյանի շնորհիվ աշխատավարձ կստանան ու անկործնության են մատնված, ինչով Վարդան Ղուգասյանի կերպարին կվնասեն, բայց ես տեսնիմ կը մարդկաց ինչը գտանի Նիկոլը գտադե, պրոստը տակ, ռաջի իրա, չդեմ, վեր ընդրվելուց, ռաջ իրա ինքնա գնադականը բարձրացնելու, բայց սրանից բերեք խոսանք ժողովուրդ, ինչ խեղավ 8 տարի իշխանության մեջ մնացած ուժը չկարողացավ ընդրակաշարքի թեմն առներ, այո ընդրակաշարք պիտի բայց այսօր մարդիկ վատ պայմաններից ելնելով, ինչ որ հույս են կաբը, Նիկոլ Փաշինյանը, եթե չնեմ նկատել եք թե չէ, ձայնագրություն կտեղադրեն 100,000, 200,000, 40,000, ավելի ճիշտ նայեք, սկզբից 40 էր, 100, 200, գիտեք ինչ երավ Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանն ընդրակաշարքի գինը բարձրացրավ, իսկ արդյոք ընդրակաշարք չէ, որ մեր քայլը հիմնադրամը բարեգործություն կենե, երբ որ Տաշիր բարեգործական ընկերությունը անգամ ստիպել են վարև մարեմ շենքի շինարարությունն են կայնացրել։ Երբ որ այդ բարեգործությունը սկսվել է ավելի վաղ, քան Սամվել Կարապետյանը կմտներ քաղաքական դաշտ, այդ բարեգործությունը սկսվել էր ավելի վաղ, քան Հայաստանում ընտրություններ կլիներ։ Բա բերեք խոսանք կաշառքից։ Արդյոք կաշառք չէ, չգիտեմ, հազարատ միջոցառում կազմակերպել պետության հաշվին եւ օգտագործել քաղաքացիական պայմանագիր կուսակցության սիմվոլիկայի գույները։ Կաշառք չէ։ Կաշառք չէ մարդկանց խապել, որ մենք խաղաղություն ենք բերել։ Կաշառք չէ էկոնոմիկայի նախարարի էտալ կայնել լուսել նոր, այ մենք ստեղ շուտով 10 միլիոն դոլարի ներդրում բդենենք։ Սրա կաշառք չէ։ Իշխոր դուք կտեսնիք մեկ կողմի, չգիտեմ, կա է թե չկա, իրականում, տեսեք, երբ որ Սամվել Կարապետյանի միտինգներին կերտանք, չգիտեմ ինչուն, ես բավականին հնարավորություն ունիմ, ինքս մեքենայով էր տալով, տաքսով էր տալով, կամ սովորական մարշրուտկով էր տալ գալու, որտեղ ես անկեղծ եմ ու ես սնձիմար կերտամ։ Ես կերտամ, որտեղ ես կհավատամ Սամվել Կարապետյանի մարդ տեսակին։ Ես կերտամ, որտեղ Սամվել Կարապետյանը եկեղեցումար հալածվող է այսօր տառը։ Ես կերտամ, որտեղ Սամվել Կարապետյանը ժողովրդի մեջ հույս է արտացրել ու ցանկացածի կողքը կկայնիմ։ Ես ամենաշատ Բալասանյան Տաշիկի քննադատն եմ եղել։ Վարդգես Սամսոնյանին ամենաշատը ես եմ քննադատել։ Ընդիճապ քննադատած ես քաղաքի հետ համար կռիվ տված չկա մեջներդ։ Բայց երբ որ եկավ պահ, երբ որ Բալասանյան ընտանիքին սկսեց բռնաճնշումներ կիրառել Բալասանյան ընտանիքի հանդեպ, Արթուրը եղել է այն մարդը, որ գնաց է ու ինքնական լծվել է պաշտպանելու գործին, ճշմարտությունը խոսալու գործին, օգուտ տվել եմ, չեմ տվել մյուս կողմը դա հարցի։ Բայց այդ ժամանակ խոսացին, որ Բալասանյանն ենք փող են տվել առել են։ Մի խոսան, որ Սամվել Կարապետյանն է առել, մեր վաղ առաջ Նիկոլ Փաշինյանն էր առել։ Բայց այդ ընդրակաշարք որ դուք կսեք ժողովուրդ, ի՞նչն է ընդրակաշարք, որտեղ եք տեսել։ Այդ որը կերտակ ԿՊ-ի գրասենյակը ձերի կաշխատիկ։ Իհարկե, հա, բա հետո էլ ցանցում գործ պետք է ունենաք։ Որը էցա նայեք, մս հադարքից պարադոքս է, Նիկոլ Փաշինյան չգիտեմ, գիտես թե չէ, լսե։ Քանի էլ ցանցը տաշիր գրուպիններ,
Էլցանցը լրիվ քու կողմը դեր, լուրջ կսեմ, վաղտ Էլցանցի աշխատողների դեր խոսաշ, վեր Նիկոլեր, վար Նիկոլեր, նու շատերի մոտ ամենայն դեպս։ Եսօր եփոր Էլցանց ամենայն դեպս հարս մասնաճյուղում Սարիկ Մինասյանը գտարու է, ամբողջ Էլցանցը ընդդիմադիր է։ Ընդդիմադիր են անգամ են մարդիկ, ումոր Սարիկ Մինասյանն է բերը աշխատանքի տեղադրել։ Բա ժողովուրդ ջան, ճշմարտությունը կուզեք, լսեք։ Լսեք, որ ընդրակաշարք կա նրա պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը 8 տարվա մեջ չկարողացավ այս ազգի բարեհոգեբանական կարգավիճակը փոխել, որ մարդիկ չմտածեին, երբ պետք է իրանց ընդրակաշարք տան։ Երբ որ դուք գելնի գսեք, որ ձայնագրություն կտեղադրեք, որտեղ որ մեկը գսես պերաշկի չեմ ուզես, խոտ-դոտ կուզեմ, այս ժողովրդի բարեհոգեբանական կերպարը դուք եք նման դարձրել։ Դուք եք ժողովրդին 8 տարվա մեջ էնոն հասցրել, որ մարդիկ կմտածեն ով իրաց խոտ-դոկ կառնի։ Կամ մի ապուշ այլ ձայնագրություն կար, քսեն Նարեկին քսես մեզի ֆորա բանկից կրեդիտ տան։ Եթե մարդիկ չգիտեն, ասեմ, Ռուսաստանի բանկերն ինչքան կուզե դուք Ռուսաստանին չսիրեք, ադեք, Ռուսաստանի բանկերը մի հատ հետաքրքիր կենտրոնական բանկի կարգավորում ունին։ Եվ եթե մարդը հնարավորություն չունի այդ կրեդիտը ստանալու, ոչ մի բանկ չի կարող այդ կրեդիտն իրան տալ։ Կամ եթե մարդը կա որ կրնաս է Նարեգին սանձի կրեդիտ տա, եթե Նարեգին անձամբ կսեր, այլ ոչ տեղախոսով։ Ոչ թե վերցնեն Էրգուսիկ խոսածնեն, զապիսկերեն, վերջում կսենսիկ ուժեղ Հայաստանն էր խոսածողը։ Կեստան ինչ որ 5 հոգու կբրեն, տանին 5 օր կպահեն, բրաստետները ոտներին կզարգեն, քանեն բաց կթողնեն։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենավառ օրինակը մի քանի օր առաջ, երբ որ Նարեկ Կարապետյանն եկել էր Գյումրի, ժողովրդի տված հարցերն են Նարեկին։ Ընդրակաշարք հասկացողությունը այսօր անգամ ես չգիտեմ, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը կամ մնացած ընդդիմադիրները բոլորը գիտեն որ մարդը մտավ խուտ, ել չես կրնա այդ մարդուն վերահսկես։ Ոչ կրնացես մնացած թերթիկները բեր, որտեղ կրնատեղից ավել վերցնե օքեյ է։ Ոչ կրնացես նկարը, չինես, ինչ բան չինես։ Ուստեղ այս խնդիրն է։ Ու այս խնդրից ելնելով բոլոր քաղաքական ուժերն այսօր գիտեն, ընդրակաշարք պաշտպանել անհնարին է։ Երկրորդը, ես դաժե չեմ հավատա այն հարցումներին, որոնք որ քրաբարակվին, ինչի, որովհետև դպրոցի տասատու աշխատող մարդը, որն որ շատ ընդդիմադիր է, ու դուք իրան կզանգեն 20 բրինդրեք, ինքը չի զանգողնով է։ Հա, կներկանան կելապ, մելապ, բայց մարդիկ կացկնան, չէ՞ որ կարող է ինքոմը նիկոլիզմ է։ Ու իրան առավոտ գործից կանեն, ինքը կյանքում չի սոր, ես դերտամ Սամվել Կարապետյան ընտրեմ։ Եսօր բուլինգը նիկոլական եղնելու ենքան է շատոցը, տեսեք անկեղծ կսեմ, որ մարդկանց նիկոլական եղնելու բուլինգն ենքան է շատոցը, անկեղծ նիկոլին հավատացողներ, նիկոլին ցենտվողներն այսօր փողոցում վախենան գսեն, որ հա մենք Նիկոլ Փաշինյան բդենտրենք։ Որտեղ բուլինգը շատ է շատացել։ Ուսիկ եղել է Նիկոլ Փաշինյանի օրոք։ Նիկոլ Փաշինյանը սկսեց դագաղներ տնել մարդկանց դռները։ Հասկանաք, այս չարությունը, այս նախանձը, ամենը Նիկոլն է բերել։ Ու հակակերպարի անունն է Ռոբերտ Քոչարյան, որի միջոցով Նիկոլը նորից կփորձե վերադադրվել։ Ես կարող եմ մի բան ասեմ, որ Սերժ Սարգսյանին շատ եմ քննադատել, էլի հարցեր ունեմ ես Սերժ Սարգսյանին, բայց մինչև վերջի պահը մտածել որ Սերժ Սարգսյանը նույնպես պիտի մտնի խաղի մեջ ու նույնպես պիտի ապահովե Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը, բայց Սերժ Սարգսյանը գտնվավ այնքան հզոր, որ ստավոր չէ ժողովուրդ։ Ես արեք կեղնի հանգիստ մնամ, դե ուժեր եկել են, գնացեք նայեք կիշկենեք։ Ես կողքից կնայեմ։ Ես ներքին տվյալ ունիմ, որ անգամ թիմի անդամներին ասել որ ազատեք, ուզեք, այնտեղ օգնեք, այնտեղ եղեք։ Ես անգամ ներքին տվյալ ունիմ, որ որոշակի ուժերի հետ քննարկման ժամանակ եկել են Սերժ Սարգսյանին ասել են որ բայց մենք աուտսայդեր կմնանք, մեր ուժը դուրս կմնա, մարդը պատասխանել է, չէ, մենք ռեյտինգ չունենք, կփոշիացնենք մարդկանց ցեները։ Այստեղ այս մասը ես այս Սարգսյանին հարգեցի, որովհետև պետականաբեն մտածելակերպ ունի։ Թե մարդիկ կան իրանց հայատ 3 հոգին նանիկից ցեն չեն տա, այսօր ելը մտել են 20 մենք ուշ ենք։ Օրինակ են բանը բոլորին դեմ եմ,
Հա, ինչ պերֆորմանս էին երել։ Իրանք ախրամ առաջինը չեն, հա։ Ուկրաինա դարտ վերդեր քսեն դորքեր բարներ գնացել։ Դες մարդիկ անգամ անունն ընտրելուց արդեն մտածել են ինչը պետք է խապեն ժողովրդին։ Եթե կվիրավորվիկ անուն ինչ էր, բոլորին դեմենք ուժին, ես գրավիրեմ բանավեճի on-line հարտակով, եթե կվիրավորվիկ կարող եմ բոլոր հարցերին պատասխանել։ Մի խոսքով կխնել չցավցնեմ ժողովուրդ ջան, այո, ես կաշառքին դեմ եմ։ Ես դատապարտում եմ թե կաշառք տալը, թե կաշառք վերցնելը, բայց արեք լինենք ազնիվ։ Կաշառք կայնքան ժամանակ, քանի դեռ կա պետության օրենքների մեջ պաստողումներ։ Նիկոլ Փաշինյանը 8 տարի ուներ, որբիսի այդ ամենը վերացներ, բայց արեք տեսեք, որ Նիկոլ Փաշինյանը դա չարեց, պահեց, քանի կան նախկինները կար Նիկոլ Փաշինյան, եւ պահեց Նիկոլ Փաշինյանը, որբիսի եւս մեկ անգամ մեզի վախեցնելով կաշառքով, Քոչարյանով, ռուսի սապոգով ու չգիտեմ ինչով, նորից կա իշխանության եւ ավիրեց իր երկիրը, մեր երկիրը։ Ձմար ամենացավոտն որ ես չեմ ուզեմ երկիրս ավիրվի։ Ես չեմ ուզեմ պաբերից թողած երկիրը վարի տա մարդը, որն որ անկանխատեսելի է։ Եվ վերջո վեպորին կաղաձեի պետին կորդից անեց իրան հարցրին, սին Աբազյանը ինչի կորդից անիկ, սա 5 տարի ղեկավար էր հոգնել էր երևի։ Պարոն Փաշինյան, 8 տարի ղեկավարից երևի հոգնել ես արդեն, ժամանակն է, հաջողություն։